Հոկտեմբերի 23-ին ուղիղ միացմամբ իր աշխատանքն է շարունակում ABC մեդիան։ Ամփոփիչ թողարկմանը խոսելու ենք այն ամենի մասին, ինչը ձևավորում է մեր իրականությունը, քաղաքականությունից մինչև մարդկային պատմություններ։ Նախ կարևորը համառոտ։ Լարված իրավիճակ Հովանավանքում կարգալույծ արված քահանան փորձել է հարսանեկան ծես կատարել։ Մասիսի ղեկավարին կալանավորել են, ինչ մեղադրանքով են Համբարձումյանին ազատազրկել 6 տարի 3 ամսով։ Փորձում են խոչընդոտել իմպիչմենթի գործընթացը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել Համբարձումյանի կալանքի մասին։ Մանկավարժական համալսարանը ռեկտորի նոր պաշտոնակատար ունի, ով է նա եւ ինչ սկանդալի կենտրոնում էր հայտնվել ժամանակին։ Եվ այսպես ժամեր առաջ դատարանը հրապարակեց Մասիսի ղեկավար Դավիթ Համբարձումյանի դատավճիռը։ Նա դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Տեղեկությունը Facebook-յան էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Քրեական գործը դա 2018 թվականին հարուցված գործն է կապված ապրիլ ամսին այդ թվականի Հայանիստ եւ Հովտաշատ գյուղերի Խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այդ գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, այսինքն զինված խուլիգանություն։ Այդ գործով նա կալանավորվել էր, այնուհետև 18 թվականի աշնանը կիրառվել էր գրավ եւ գործը 6 տարի դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել են իրենց ցուցմունքներից։ 4-րդ առերեսման ժամանակ կոմիտեից հայտարարք էր եղել, բայց ինչ հետաքրքիր, որ դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք այդ օրը այդ վայրում չի կատարել։ Այսինքն դատարանում հարցաքննված որևէ վկա մեղադրական ցուցմունք չի տվել։ Դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական վերդիկտ։ Կարևոր մի հանգամանք ևս Դավիթի նկատմամբ այս դեպքով կիրառել էր համանելումը 18 թվականի աշնանը ընդունված եւ եթե նա դատապարտվեր մինչեւ 6 տարի, իսկ հոդվածը 4-ից 7 տարի է, մինչև 6 տարի դատապարտվելու դեպքում կիրառվեր համաներում եւ բնականաբար նա պատժից կազատվեր։ Այս պայմաններում դատավորը տալիս է պատիժ 6 տարի 3 ամիս, այսինքն ավել, եւ խախտման միջոցը, որի պայմանները երբեք Դավիթը չի խախտել, փոխում է կալանքի, գրավը վերացնում է, կիրառում է կալանք։ Մի երկրում, որտեղ կալանավորում են arczepiskopos-ներ, մեծագույն այլ բարերար եւ աշխարհի ամենահարուստ հայը բազմաթիվ անմեղ մարդիկ, մի երկրում, որտեղ զազրախոսում են վեհապար հայրապետի հասցեին, ակնկալել արդարադատություն դատարանից, մանավանդ նմանատիպ գործով եւ մեղադրանքի առաջադրված անդիմության միասնական վարչապետի տեխնացուին, Մասիս համայնքում ԿՊ-ի նկատմամբ փայլուն հաղթանակ տարած անձին միամտություն կլիներ։ Թերևս այս պահին այսքանը պայքարը շարունակվում է, իսկ նեխած ռեժիմը շուտով սատկելու է։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն իր աջակցությունն է հայտնել Դավիթ Համբարձումյանին, նաև բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ քաղաքացիալներին։ Լսենք ինչ է հայտարարել կուսակցությունը։ Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին այսօր հերթական բացահայտ հակամարտության ռեկորդն է սահմանել։ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական տեխնացու Դավիթ Համբարձումյանին կամակատար դատարանը 7 տարուց ավելի վաղեմություն ունեցող գործով կայացրեց այնպիսի դատավճիռ, որով երկարատև անազատության դատապարտելով Դավիթ Համբարձումյանին փորձում է խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու մեկնարկած սահմանադրական գործընթացը։ Տվյալ զարհուրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարական հետընթացի, ազգային կառույցների ու գործիչների, ժողովրդի քվեն ստացած եւ ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումների շարքում հերթականն է, որով փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը։ Հաշվի առնելով վերագերյալը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը։ Իր աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաեւ բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ քաղաքացիալներին։ Կրկին արձանագրում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է եւ քաղաքականացված։ Հայտարարում է, որ բոլոր սահմանադրական միջոցներով շարունակելու է աննահանջ պայքարը գործող ռեժիմի դեմ։
Իսկ մինչ կալանավորում են ընդդիմադիր հայացքներով ղեկավարներին, պարզվում է պաշտպանության կարիք ունեն հենց պաշտպանները։ Մեկ շաբաթում 2 փաստաբան է հայտնվում կալանքի տակ։ Այս անգամ հերթը Ռուբեն Մխիթարյանինն էր, որը մեր ձևով ժողովրդական շարժման անդամ է։ Նա իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է հենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Իրավապաշտպաններն ասում են, սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է։ Փաստաբանական գործունեություն ծավալելու ժամանակ ձերբակալված փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ արդարադատության իրականացմանը կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գործի քննությանը միջամտելու համար։ Հատկանշական է, որ ԶԼՄ-ների կողմից արված կադրերում երևում է, թե ինչպես է Մխիթարյանը քաղաքացիներին իրազեկում, ինչպես գործել, որպեսզի մնան օրենքի սահմաններում։ Ռուբեն Մխիթարյանն ապօրինաբար կալանավորվեց այն դեպքում, երբ մի շարք ԶԼՄ-ների կողմից մանրամասն տեսանկարահանվել եւ արձանագրվել են Ռուբենի գործողությունները, որոնք բացառապես հանդարտեցնող եւ կանխարգելող բնույթի էին։ Բացարձակապես չէին պարունակում հանցավոր տարեր եւ բխում էին փաստաբանի մասնագիտական գործունեության տրամաբանությունից։ Մեր ձևով շարժումը վստահ է իրենց թիմակցի նկատմամբ կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ պատժիչ ներգործություն պայմանավորված նրա ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը համակարծիք է, Մխիթարյանը կալանավորվել է, որովհետև Շիրակում ակտիվ քաղաքական գործունեություն էր ծավալում։ Մտահոգությունը հատկապես կապված է հրապարակված կադրերի հետ, որովհետև այն ինչ որ երևացել է, երևնա որ ինքը ոստիկանների եւ ժողովրդի արանքում կանգնած փորձում է հանդարտեցնել։ Ու ոնց հասկացա նաև մամուլի հրապարակումներից իրեն զանգվածային անկարգությունների մասնակցել մեղադրանք առաջադրված։ Բարագայում երբ որ ինքնին տենց մեղադրանք առաջադրել արդեն խնդրալույս է։ Լուսադեմին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում կայացրեց։ Իդեպ Մխիթարյանը մեկ շաբաթվա ընթացքում կալանավորված երկրորդ փաստաբանն է։ Առաջինը Ալեքսանդր Կոչուբաևն էր, ում ձերբակալել էին ասֆալտին պարկեսնելով։ Կոչուբաևին կալանավորելով իրավապահ համակարգը չի սահմանափակվել։ Խոզարկել են նաև նրա տունն ու գրասենյակը, ինչն ըստ Խուդոյանի օրինական չէ։ Կոչուբաևի դեպքում էլ չեն բավարարվել միայն իրեն ձերբակալելով, կալանավորելով նաև խոզարկել են բնակարան, փաստաբանական գրասենյակ, ինչը գործի հետ ընդհանրապես առնչություն չունի, այդ մարդը Facebook-ում ստատուս է դրում, իր գրասենյակը խոզարկելը բացարձակապօրինի է։ Որ Ռուբեն Մխիթարյանին լռեցնելու համար են կալանավորել, պնդում են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Իրավապահ համակարգի գործողությունները դատապարտել են նաև փաստաբանական համայնքի ներկայացուցիչները։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, ոչ միայն չկան Մխիթարյանի մեղքն ապացուցող կադրեր, այլև հակառակը կան նրա անմեղությունը հաստատող փաստեր։ Ինչու շատ պարզունակ է, որպեսզի մեր իրավապաշտպաններից, փաստաբաններից աչքը վախեցնեն ու ստիպեն կամ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունը, կամ գոնե նվազեցնել դրա ինտենսիվությունը, որպեսզի վախեցնեն ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների աչքը եւ ստիպեն հեռու մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերից, որպեսզի վախեցնեն հավատարիմ հայ առաքելականների աչքը եւ ստիպեն X օրը ձեռնպահ մնալ Սուրբ Էշմիածինը պաշտպանելուց։ Գյումրու ավականու անդամ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը եւս անդրադարձել է փաստաբանի կալանավորմանը։ Պրոդյուսերը հիշեցրել է Մխիթարյանի հայրը Հայաստանի տղամարդկանց տղամարդի հավաքականի երջանկահիշատակ գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն է։ Աշոտ Մխիթարյանի աշխատանքի արդյունքում տարբեր միջազգային սպորտային հեղինակավոր հարթակներում Հայաստանի եռագույնը բարձրացել է վերև եւ հնչել է մեր երկրի հիմնը 50-ից ավել անգամ։ Ռուբեն Մխիթարյանը նրա որդին է, որին 2 ամսով կալանավորել են, որովհետեւ նա ուղղակի փորձում էր թույլ չտալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծեծը Գյումրիի հրապարակում։ Աշոտ Մխիթարյանը այս երկրի սպորտային սիմվոլներից մեկն է։ Ռուբոն սրտացավության սիմվոլն է, իսկ դուք վախի ու ցանկացած հայկականի ատելության սիմվոլն եք։ Փաստաբանի խոսքով խնդիր կա այն մարդկանց հետ, ովքեր հանրային գործունեություն են ծավալում։ Մխիթարյանը մեր ձևով շարժման անդամներից է, ու սա ամենահարմար պահն էր նրան մեկուսացնելու համար։ Փաստաբանների պալատն էլ մամուլի ասուլիս է հրավիրել, անդրադառնալու է փաստաբանների դեմ սկսված ճնշումներին։ Սադամ Ակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ընթացքում դատարանը որոշել է, որ հետաձգում է Բագրատ Սրբազանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատական նիստը, որովհետև մեղադրվողներից Արմեն Ալեքսանյանը պաշտպան չունի։ Փաստաբանները դատավորին առաջարկել են դատարանի դահլիճում ապահովել Ալեքսանդր Կոչուբաևի ներկայությունը։ Հիշեցնեմ, որ Կոչուբաևին ևս կալանավորել են 2 ամսով, որովհետև փաստաբանը Facebook-ի իր էջում կոշտ բառերով քննադատել էր Մկրտիչ Սրբազանի կալանավորումը։ Դրանից առաջ էլ քննադատել էր Բագրատ Սրբազանի գործով իրավապահներին։
Հովանավանքում վիճակը դարձյալ լարվել էր, այսօր կարգալույց քահանան ստիպված է եղել չշարունակել պսակադրության արարողությունը, որովհետև ըստ ներկաների Փեսայի հայրն է խնդրել, որ այլ քահանա մոտենա։ Ի վերջո արարողությունն իրականացրել է Տեր Սարգիսը։ Բայց իրական միջադեպը սկսվել է րոպեներ անց, երբ Մայրաթորի պատվիրակները Տեր Արամին են ներկայացրել կարգալույց լինելու փաստաթուղթը եւ պահանջել ծես չիրականացնել։ Նախկին քահանան էլ ասում է չի հարգում դիվանատունն ու նրա որոշումները։ Որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն խորանի վրա, ատյանում, դասերում եւ ավանդատներում։ Շնորհքով է սա ձեզ ասել, որից փոխանցեք։ Արցնիվորներ գնացեք ձեր արսանիքի ով է սա ձեզ, ոչ մեկ չի գնում ստեղ։ Ով է սա ասել, որից փոխանցեք։ Եղբայր, ի՞նչ է նշանակում ով ասել։ Ես հարց եմ տալիս ձեզ։ Ես փոխանցում եմ։ Ում ասացնեք փոխանցել։ Ասեցի, չէ։ Դիվանատան։ Ես ասեմ չեմ ընդունում սա։ Ով տվելա տարեք հետ տվեք իրեն։ Դե մի դուք հիմա գնացեք իմ խոսքի իրենց փոխանցեք։ Չեմ ընդունում։ Դուք հարգեք։ Հարգեք։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով որ այս թուղթ ուղարկել է։ Մենք վերջացրեցինք մեր խոսքը։ Դե որ վերջացրեցինք գնացեք այստեղից։ Սպառնում եք դուք օտյալ քահանային։ Բա ինձ ով է սպառնում որ պետք է ստեղից։ Ես էլ եմ օծած։ Իմ օծում ով է վերջը։ Կներեք իմ օծումը։ Քահանաներին հարց եմ տալիս։ Իմ օծում ով է վերջը։ Իսկ Մայրաթոր Սուրբ Էջմիածին Աստծո դեմ պատերազմը հայտարարում։ Ոչ, ես Աստծո ծառա եմ ինձ համարում։ Դուք ծադրիչներին ինչու եք հրավիրել։ Ովքեր են ծադրիչները։ Մարդիկ ծադրիչ։ Ես մարդիկ սադրիչ են, իսկ հիմա էստեղի միակ սադրիչ Իմ գործընկերներն էլ են եղել Հովանավանքում, երբ գործընկերս կարգալույց քահանային հարցրել է, որ չի անհանգստանում արդյոք, որ Կիրակի իր պատարագի ժամանակ կարող է բախում լինել։ Ստեփան Ասատրյանը հանգիստ պատասխանել է. չեմ անհանգստանում։ Այս ամեն ինչը շուտվանից է սկսված այս պրոցեսը, թե մի առաջնորդը դեռ ամիսներ առաջ ինձ ասում էր, որ դու չես կարող քահանա լինել, դու գրավոր նկատողություններ ունես ստացած, այսքան գրավոր նկատողություն ստացած հոգևորականը չի կարող քահանայություն անել եւ ես հարց ունեմ, էլի, օրինակ, չգիտեմ, երեխա մկրտելու համար, փոքրիկ երեխային ավետարանը տալու համար քահանան չի կարող քահանայություն անել, բայց կուսակրոնության ուխտը ընդունած եւ սիրուհիներ ունեցող կին երեխաներ ունեցողը կարա հաղորդություն տա, իր տված հաղորդությունը համարվում է հաղորդություն, իսկ ուղղակի եկեղեցու խնդիրները բարձրաձայնած հոգևորականի հաղորդությունը հաղորդություն չէ կամ քահանայությունը։ Շատերը անուններ այս պահին չեմ տա, բայց եթե ես տեղեկացնում եմ, եթե այդ հոգևորականները որևէ բան կխոսեն, եղբայրաբար ուղղակի նրանց ասում եմ, իմ տեղեկությունները հստակ են, փաստերի հիման վրա, ես ուղղակի կգա մի պահ ու մեր հանրությունը կիմանա ով որտեղ է իր մազերը կտրում, ով որ լրագրողական ցանցի հետ է համագործակցում։ Այսինքն կուսակրոնության ուխտի խախտում։ Ես արդեն ակնարկներ եմ անում, որ շատերը դրանից կհասկանան, թե խոսքը ում մասին է եւ մի րոպե կնեք, իսկ ձեզ համար ընդունելի էր այդ մարդկանց կամ հոգևորականների կողմից ձեռնադրվել լոծվել քահանա։ Ուրեմն տեսեք, ես 2009 թվականին ընդունվել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, բոլոր քննությունները ինքս եմ տվել։ Ես եմ իմ վրա աշխատել, իմ զարգացմամբ զբաղվել, եկել հասել եմ մի կետ, որ դուք մի մտածեք, որ այո, իրենց ձեռքով եմ ես ձեռնադրվել, բայց վերջապես ինձ կանչողը ոչ թե իրենք են եղել, այլ Աստված։ Վերջապես յուրաքանչյուր քահանայի քահանայության կանչողը ոչ թե մարդն է, այլ Աստված։ Եվ այս իմաստով ներողություն եմ խնդրում, ես Աստծո քահանան եմ, ոչ թե մարդու քահանան։ Իսկ նախորդին Նիկոլ Փաշինյանը սպառնում էր հայկական եկեղեցուց խլել վանքերի մի մասը։ Նա նաև հայտարարել էր, որ հոգևոր կյանք կա Հովանավանքում, որի վանահայրը կարգալույց քահանա Արամ Ասատրյանն է։ Ավելին, Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա Կիրակի Հովանավանքում մասնակցել պատարագի, որը կանցկացնի Ասատրյանը։ Բայց հասարակությանը առավել բարկացրել է Փաշինյանի այն հայտարարությունը, թե վանքը գտնվում է կառավարության հաշվեկշռում։
Հայաստանում բազում եկեղեցիներ մշակույթի նախարարության հաշվեկշռում են։ Կառավարությունը կարող է եկեղեցիների հետ անել ինչ ուզում է, քանի որ դրանք համարվում են պետական սեփականություն։ Իսկ Մայր Աթոռը դրանք օգտագործում է իր հոգևոր ծառայությունների համար։ Եկեղեցիների որպես շինության պատկանելիության հարցը կրկին դարձավ քննարկման թեմա, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ հովանավանքը գտնվում է կառավարության հաշվեկշռում։ Մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցուն։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի, ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար, ֆեյքերեցների, թե երեց ֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք կա բոլոր բարոյական և իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը։ Ամեն բան սկսվեց կարգալույթ քահանայի պատարագ մատուցելու հայտարարությունից հետո, որին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց նաև Նիկոլ Փաշինյանն իր թիմով։ Նրանք պետք լինի կքանդեն այդ եկեղեցիները, եթե եկեղեցին, եթե կանգնած եղավ Զանգեզուրի ճանապարհին, Կարիդորի ճանապարհին, նրանք կքանդեն այդ եկեղեցին։ Եվ ասացի հիմա ասած ավելի օբրազնա ռուսերեն ասած, օբրազնա գավարյա, նշանակում այդպես էլ կա։ Այսօր եկեղեցին կանգնած է Զանգեզուրի ճանապարհի վրա, եւ նրանք պետք է քանդեն այդ եկեղեցին, որ Թուրքիան ունենա ճանապարհ Հայաստանով։ Տեր Փարեն քահանա Պետրոսյանի համոզմամբ այս ամենը վտանգավոր հետևանքներ ունենալու։ Նրա խոսքով Փաշինյանի հայտարարությունը պառակտում է ոչ միայն ազգին, այլև հավատավոր համայնքին։ Այսօր արդեն խորքում եկեղեցու մեջ, ավելի Հայաստանի մեջ քրիստոնյա հայ ժողովրդի մեջ նոր ուղղություն առաջացած հավատքի ուղղվածություն է սկսվել ձևավորվել։ Մեկը ապօրինի է օրինական։ Հոգևորականը սա համարում է վտանգավոր արկածախնդրություն փոքր ազգի համար։ Մենք ինքներս ենք ցերկ բարձրացնում մեր ինքնության վրա, ասում է նա։ Ռեժիսոր Դավիթ Սահակյանցն էլ Փաշինյանի հայտարարությունից չի զարմանում։ Նրա խոսքով եկեղեցին մեր գոյությունը պահող վերջին սյունն է, որը հիմա փորձում են քանդել։ Դրանց համար իսկապես եկեղեցին դա ուղղակի շինություն է։ Ոնց որ գլոբալիստների հասկացողության մեջ է, որ եկեղեցին ընդհանրապես կարող է չլինել։ Պետք չի այդ շենքը իրանց իսկապես վերաբերում դրան որպես շինություն։ Ուրիշ ոչ մի ասոցիացիա իրանք չունեն եկեղեցու, ոչ որպես ինստիտուտ, ոչ որպես տեղ, որտեղ մարդիկ իրենց մտորումներն են բերում, հանձնում Աստծուն։ Մայր Աթոռը դեռևս չի արձագանքում այս հայտարարությանը։ Տեղեկատվական համակարգից նշում են, որ առաջիկայում հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։ Իսկ մինչ այդ զրուցակիցներս ունեն միայն մեկ հույս, որ սպասված համախմբումը տեղի կունենա եւ կկանխվի հայ առաքելական եկեղեցու դեմ ընթացող արշավանքը, որի հարցում նրանց խոսքով Փաշինյանն ունի օտար ուժերի աջակցություն։ Սեդամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ռումինիայի հայոց թեմն է խստորեն դատապարտում Հայաստանի իշխանության գործելակերպը եկեղեցու հանդեպ։ Հայտարարություն են տարածել, որտեղ նշված է, որ մեր Սուրբ եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը գրավում է նորանոր ամոթարի բարձունքներ, խախտելով օրինականության պահանջները։ Հայոց եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ եւ հարցեր են հարուցում, թե իրենց աննախադեպությամբ, թե դրանց ընթացքի արդարության եւ թափանցիկության առումով։ Այս դժվարին օրերին մենք միասնաբար կանգնած ենք Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի, մեր հոգևոր եղբայրների եւ մեր հավատացելոց կողքին, հեռուվանելու մեզանից ամեն պառակտում եւ ամրապնդելու սերն ու միաբանությունը, իշահ մեր ազգի եւ պետականության։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը առաջնորդվելու արդարության, թափանցիկության եւ օրինականության սկզբունքներով եւ հանձնառությամբ հանդեպ հավատի ու հայրենասիրության այն անխախտ արժեքները, որոնք դարեր շարունակ ամրացրել ու պահպանել են մեր ժողովրդին։ Եվ արդեն մի քանի ժամ է համացանցում ակտիվ քննարկումներ են։ Մարդիկ փորձում են հասկանալ, ինչպես է ադրբեջանցի երբեմնի ակտիվիստը հասել Երևան ու հայտնվել ոչ հավել ոչ պակաս անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջ։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հայտնում է, որ քննարկումը նախաձեռնել են երկու երկրների փորձագետները պաշտոնական կառույցների աջակցությամբ։ Ըստ հաղորդագրության նպատակը խաղաղության օրակարգի առաջմղումն է։ Ես այս ակցիայի կազմակերպիչներից մեկն եմ, ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք միջանցք տրամադրել շտապօգնության մեքենայի և բժշկական օգնության համար։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհին էկոակտիվիստ ձևացած կանանցից է։ Ստում է, թե կարող էին շտապօգնության մեքենաներն ու բժշկական օգնություններն անխափան մտնել ու դուրս գալ Արցախից։
10 ամիս տևած շրջափակման ընթացքում մարդիկ զրկված էին սնունդից, էլեկտրաէներգիայից, գազամատակարարումից, իսկ հիվանդանոցներն աշխատում էին օր-օրի սպառվող դեղամիջոցների պայմաններում։ Հայաստան եկած կեղծ էկոակտիվիստը ցավի նոր չափաբաժին է փոխանցել արցախցիներին։ Դա մեզ համար էր շոկ։ Հայաստանի կառավարության կողմից ոչ մի արձագանք չեղավ, այսինքն տարբերություն չկա, ով կգա Ադրբեջանից։ Երևի սատկած թռչուններ ա բերել հետը, որ էկոլոգիայի աղտոտման մասով ակցիա կազմակերպի։ Միգուցե ինքը օգնի ազատվել ծանր ու կեղտոտ օդից։ Ինձ համար սպասելի էր, նման թրքասեր, թրքահպատակ իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեզ ցավեցնի։ Ես, որպես արցախցի, որ պիտի ապահով զգամ մայր հայրենիքում, բայց կացի անպաշտպան, հենց Հայաստանում, քանի որ Հայաստանն է ընդունել իրեն, ավելին դիմավորել արցախցին, քննարկել թեմաներ։ Ադրբեջանցիները հայկական մամուլում շրջանառվող գնահատականներին ի պատասխան սատարող գրառումներ են արել Դիլարա Էֆենդիևային հերոս կոչելով։ Երկու տարի անց կեղծ էկոակտիվիստն ադրբեջանցի գործընկերների հետ Հայաստանում է։ Նրա եւ մյուս ադրբեջանցիների հետ քննարկել են խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական գործակցության հնարավորություններն ու վստահության ամրապնդման ուղիները։ Հանդիպմանը ներկա Բորիս Նավասարդյանի խոսքով ծանոթ են այդ կնոջ գործունեությանը, որին Երևանի մամուլի ակումբի հրապարակումներով անդրադարձել են բազմիցս։ Մենք ընկալում ենք ադրբեջանական խմբի կազմը այնպես, որ դա այն մարդիկ են, որոնց միջոցով կարելի է ինչ-որ օրենքներ փոխանցել Ադրբեջանի իշխանություններին, եւ եթե համարվել է, որ հենց այդ կազմը պետք է գա եւ հենց այդ մարդիկ, ուրեմն մենք դա ընդունել ենք։ Կարևոր է համարում նման հանդիպումները Նավասարդյանը։ Կարող են ուղերձներ փոխանցել Բաքվին։ Մեզ համար այն է, որ այն ինչ մենք խոսել ենք, հանրավորինս համարժեքորեն եւ լսելի ձևով փոխանցվի ադրբեջանական պաշտոնական կառույցներին։ Ադրբեջանական եւ հայկական կողմի հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ Արեգ Քոչինյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանն ու Սամվել Մելիքսեթյանը։ Ադրբեջանական կողմից Ֆարհադ Մամեդովը, Ռուսիվ Հոսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մահմեդովան եւ Դիլարա Էֆենդիևան։ Նրանք հանդիպել են նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ եւ հաստատել պատրաստակամություն շարունակելու համատեղ նախաձեռնություններն ուղղված տարածաշրջանային կայուն խաղաղության հաստատմանը։ Տվյալ անձին Հայաստան ուղարկելը եւ խաղաղության վերաբերյալ ինչ-որ քննարկումների մասնակցելը հստակ հասկացել ենք, թե ինչ միտք է պարունակում եւ կարող են մեծ ջանքեր չգործադրել այդ միտքը հասցնելու հայ հասարակությանը, որովհետեւ ամեն ինչ առավել քան պարզ է։ Արցախցիների հիշողության մեջ Դիլարա Էֆենդիևան կմնա որպես կեղծ խաղաղության խորհրդանիշ, այն կնոջ կերպարը, որը կանգնած էր շրջափակման դարպասների մոտ։ Եվ այսօր, երբ նա Երևանում է, շատերի համար խաղաղության մասին խոսելը թվում է կեղծ ու անիրական։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Իսկ այս ամենի ֆոնին մանկավարժական համալսարանը նոր ղեկավար ունի։ Ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը։ Ով է նա, ինչ կենսագրություն ունի եւ ինչ սկանդալի կենտրոնում էր հայտնվել ժամանակին, դիտենք տեսանյութը։ Մանկավարժական համալսարանը ռեկտորի նոր պաշտոնակատար ունի։ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյան։ Ով է նա, ինչ կենսագրություն ունի եւ ինչ սկանդալի կենտրոնում էր հայտնվել ժամանակին։ Մանկավարժական համալսարանի ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարը թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել, որի ժամանակ ստորագրել էր մի ձեռնարկ, որտեղ հայկական լեռնաշխարհը Արևելյան Անատոլիա կամ Կովկաս է անվանում։ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտն էլ այս հարցի համար որոշել էր դիմել ազգային անվտանգության ծառայություն։ Մկրտչյանն այս տեղեկությունը չի հերքել։ Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին եւ նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացները իրար հետ ամենևին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն։
Ծրագիրը տեղի է ունեցել 2016-17 թվականներին Մկրտչյանը հայոց պատմություն, համաշխարհային պատմություն եւ հասարակագիտություն առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավարն էր։ Այս խոսակցությունների ժամանակ Մկրտչյանը հորդորել է չափորոշիչներն ու ծրագրի մասնակցությունը միմյանց չկապել։ Անդրադառնալով քննադատություններին նա հայտարարել է. «Եթե գիտությունը դեմ է հայկականությանը, նշանակում է մենք որպես Հայաստանի գիտնականներ այդտեղ անելիք ունենք»։ Հայկական իրականությունից դուրս համաշխարհային պատմագիտական միջավայրում հայկական լեռնաշխարհը հենց այդ տերմինաբանությամբ է օգտագործվում։ Մենք, պատմաբաններս ու գիտնականներս, պետք է աշխարհի հետ երկխոսենք ու աշխարհին ցույց տանք, որ նրանց ասած Անատոլիա հատվածը հայկական լեռնաշխարհն է եւ կիրառության մեջ մտնի հայկական լեռնաշխարհ տերմինաբանությունը, ոչ թե Անատոլիան։ 44-ամյա պատմաբանը Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ է, սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 2004 թվականից դասավանդում է Մայրբուհում, 2016-ից 20 թվականներին դասավանդել է Շիրակացու ճեմարանում, 2021-ից հանդիսանում է կրթական նորությունների եւ հետազոտությունների վարչության պետ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, կրթության, զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնում։ Մկրտչյանը հիմնադրել է երիտասարդ պատմաբանների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, Էդո Արմենիա կրթական նախաձեռնության հիմնադիր է։ Գառնե Մութաֆյան, ABC Media։ Այժմի համար առանձնացրել էինք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում եւ Facebook-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել վաղը առավոտյան ժամը 9-ին։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։